Եվրոպական քաղաքներում հանրահավաքների արգելքներից հետո թուրք նախարարները նույն այդ քաղաքներում իրենց հյուպատոսարանների պատշգամբներից են ելույթ ունենում եւ ապացուցում, որ հանրահավաքներն արգելելը ռացիոնալ որոշում է։ Օգտագործում են եւ ծայրահեղ ազգայնամոլական կարգախոսներ եւ ծայրահեղ իսլամիստական կարգախոսներ։ Սա թուրքական բոլոր քարոզարշավներին հատուկ տոնայնություն է եւ ընդգծվում է հատկապես այս մեկի Էրդողանի քաղաքական կարիերայի ամենակարևոր քվեարկությունից առաջ, երբ Թուրքիայի նախագահը մեծ սպասելիքներ ունի ազգայնական ընտրազանգվածից։ Եվրոպայում ապրող թուրքերն այս ամենը տարբեր կերպ են ընկալում։ Շատ են ընտրելու իրավունք ունեցող թուրքերը, որոնք Եվրոպայի արժեքների տեսանկյունից են դիտարկում կատարվողը։ Չի կարելի ընդհանրացնել ասել, որ բոլոր թուրքերը, այսպես ասած, ենթարկվում են Թուրքիային։ Արդեն չպետք է մոռանալ, որ երրորդ սերունդն է, որոշ չափով չորրորդ սերունդն է արդեն, որոնք ծնվել են Եվրոպայում։ Եվրոպան կտրուկ է, որովհետև դեմ է Էրդողանի միահեծան իշխանությունը հաստատող նոր սահմանադրությանը։ Հին մայրցամաքը փորձում է նաև Թուրքիայի իշխանություններին թույլ չտալ վերահսկել Եվրոպայի թուրքերին։ Նրանք կարող են գործիք դառնալ Էրդողանի համար, իսկ նախագահն արդեն իսկ սպառնում է։ Եվրամիությունն էլ սառեցնում է Թուրքիայի ինտեգրման որոշ ծրագրերի ֆինանսավորումը։ Եվրոպան կամուրջները, այսպես ասած, չի վարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ եվրոինտեգրման գործընթացը, որը հիմա տեսնում ենք, որ ըստ էության կանգնած է, դեռևս մնում է եվրոպական քաղաքականության դիվանագիտության օրակարգում։ Թուրքիան փորձում է ստանալ առավելագույնը արևելագիտության ինստիտուտի տնօրենի խոսքով այս ձևաչափը դեռ աշխատում է աշխարհագրական դիրքի, միգրանտների խնդրի եւ շահեկան այլ գործոնների ֆոնին։ Թուրքիայի արտաքին քաղաքականությունն այժմ նոր ու կտրուկ շրջադարձերի է պատրաստ։ Անի Ավետյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։